Սաղմոսներ 71-ից 74-րդ Աստված, դատաստանդ արքային տուր և արդարությունդ թագավորի որդուն, որ քո ժողովրդին արդարությամբ դատի ու քո աղքատների իրավունքը պահի։ Լեռները խաղաղություն կբերեն ժողովրդին և բլուրներն արդարություն, թող արքան իրավունք տա ժողովրդի աղքատներին, պահպանի տնանքների որդիներին և ընկճի ամբարտավաններին, նա թող ապրի ու մնա որքան որ արևը լինի, լուսնից առաջ սերնդից սերունդ, նա թող իջնի որպես անձրև հնձած խոտի վրա և որպես ցող երկրի վրա, նրա օրոք արդարություն և մեծ խաղաղություն թող տիրի, մինչև լուսնի վախճանը, նա թող իշխի ծովից մինչև ծով և գետերից մինչև ծագերն աշխարհի, հնդիկները ծնկի թող գան նրա առջև և նրա թշնամիները հող ուտեն, Թարսիսի և կղզիների թագավորները նվերներ թող մատուցեն նրան, Արաբիայի և Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան, աշխարհի բոլոր թագավորները թող խոնարհվեն նրա առաջ և բոլոր ազգերը թող ծառայեն նրան, քանզի հզորի ձեռքից նա փրկեց աղքատին ու տնանքին, որոնք օգնական չունեն։ Նա կխղճա աղքատին ու տնանքին և տնանքների հոգին կփրկի, չար վաշխառուներից կազատի նրանց, նրա անունը փառավոր է նրանց առաջ, նա կապրի և արաբների ոսկին նրան պիտի տրվի, ամեն ժամ աղոթքի կկանգնեն նրա առջև և գիշեր-ցերեկ կօրհնեն նրան։ Ամբողջ երկրում և լեռների գագաթներին հաստատություն կտիրի, նրա բերքի առատությունը Լիբանանից ավելի բարձր կլինի, Տիրոջ քաղաքում նա կծաղկի երկրի խոտի նման, Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան, քանզի արևից հին է անունը նրա, աշխարհի բոլոր ազգերը կօրհնեն նրան և բոլոր ժողովուրդները երանի կտան նրան, օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ միայն ինքն է սքանչելիքներ գործում, և օրհնյալ է հավիտյան սուրբ անունը նրա փառքի, թող նրա փառքով ողջ երկիրը լցվի, թող լինի, թող լինի։ Որքան բարի է Աստված Իսրայելի համար և սրտով շիտակների համար, բայց ոտքերս քիչ մնաց, որ սասանվեին, մի փոքր ևս և քայլերս պիտի մոլորվեին։ Նախանձեցի ես անօրեններին մեղավորների խաղաղությունը տեսնելով, նրանք մահվան տագնապ չունեն, սովորական են տանջանքները նրանց, մարդկանց տքնությունը չեն կրում նրանք և մարդկանց պես չեն տանջվում, դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց և նրանք համակվեցին իրենց ամբարշտությամբ ու անիրավությամբ, նրանց անիրավությունները կարծես նրանց ճարպից են դուրս գալիս, քանզի նրանք իրենց սրտի խորհրդով են շարժվում, չարամտորեն մտածեցին ու խոսեցին և մեծամտությամբ ապիրատություն խորհեցին, բերաններն իրենց ուղղեցին երկնքին և լեզուները երկրով մեկ քարշ տվին, դրա համար ժողովուրդն իմ պիտի վերադառնա այստեղ և իմ օրերը լեցուն պիտի անցնեն նրանց հետ։ Ասացին. ինչպես իմացավ Աստված կամ կա արդյոք իմացություն Բարձրյալի մոտ։ Ահա մեղավոր են և սակայն բարգավաճում են նրանք, կան և ունեն հարստությունն աշխարհի, ասացի. իզուր ուրեմն արդար դարձրի սիրտն իմ և ձեռքերս սրբությամբ լվացի, գիշեր-ցերեկ ես խոշտանգված էի և առավոտները կշտամբանք կրեցի, թեպետ ես ասում էի, թե եթե այսպես պատմեմ, դիմացս պիտի գտնեմ քո որդիների սերնդին, որոնց ուխտ արեցի,
բայց հասկացա, որ սա ևս դժվար է ինձ համար, մինչև մտնեմ Աստծո սրբարանը և իմանամ նրանց վախճանը։ Բայց դու նրանց տարագիր կանես իրենց նենգության համար և կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։ Իսկ ինչպես նրանք հանկարծակի ավերակ դարձան, կործանվեցին, սպառվեցին ու անհետացան իրենց անօրենության համար և եղան ինչպես քնից արթնացող մարդու երազ։ Տեր, դու արթնանալով պիտի անարգես նրանց երազի պատկերը, քանզի հուր բորբոքվեց իմ սրտում և երիկամներս գունափոխվեցին։ Ես արհամարհված եղա ու չիմացա այդ, քո առջև անասուն համարվեցի։ Բայց ես միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից, քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր և փառքով ընդունեցիր ինձ։ Արդարև, ինձ համար ինչ կա երկնքում, կամ քեզնից բացի ինչ փնտրեմ երկրի վրա։ Սիրտս ու մարմինս մաշվեցին, իմ սրտի Աստված, հավիտյան ինձ բաժին ընկած Աստված։ Ահավասիկ, իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն, դու պիտի կործանես բոլոր նրանց, ովքեր ապստամբեցին քո դեմ։ Ինձ համար բարիք է մերձենալ Աստծուն, հույսս դնել Տիրոջ վրա և ավետել քո ամբողջ օրհնությունը Սիոնի դստեր դռների առաջ։ Աստված, ինչու մերժեցիր ընդմիշտ, և զայրույթդ ծածկացավ քո արոտի ոչխարների վրա։ Հիշիր քո ժողովրդին, որ սկզբից ստացար, և փրկեցիր քեզ վիճակված ժառանգությունը, լեռն այս Սիոնի, որտեղ դու բնակվեցիր։ Նրանց ամբարտավանության վրա բարձրացրու քո ձեռքն ընդմիշտ, քանզի թշնամին անիրավություն գործեց քո սրբարանում։ Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրությամբ, նշաններն իրենց իբրև զինանշան դրին մուտքին, բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը։ Ինչպես անտառի փայտահատներ կացիններով ջարդեցին դռները նրա, տապարներով ու մուրճերով կործանեցին այն, հրի մատնեցին քո սրբարանը և հողին հավասարեցրին քո անվան խորանը։ Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր տոներն երկրի երեսից»։ Նշաններ մենք չտեսանք, այլևս մարգարե չմնաց և ոչ ոք մեզ չի ճանաչում։ Մինչև երբ Աստված թշնամին պիտի նախատի և հակառակորդն անարգի սուրբ անունդ։ Ինչու ես ետ քաշում քո ձեռքը, և քո աջը ծոցիդ մեջ է ընդմիշտ։ Աստված, դու մեր թագավորն ես հավիտենությունից ի վեր, դու որ փրկություն գործեցիր երկրի վրա, դու քո զորությամբ ծովը հաստատեցիր և վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում, դու վիշապի գլուխը փշրեցիր և որպես կերակուր տվիր հնդիկների զորքերին, դու աղբյուրներ ու վտակներ բխեցրիր և անցամաքելի գետեր ցամաքեցրիր։ Քոնն է ցերեկը և քոնն է գիշերը, լույսն ու արևը դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը դու ստեղծեցիր։ Հիշիր այս, թշնամին նախատեց Տիրոջը, անազգամ ժողովուրդն անարգեց քո սուրբ անունը։ Քեզ խոստովանողին մի մատնիր գազաններին և քո տնանքներին մի մոռացիր երբեք։ Նայիր քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրա լցվեցին անիրավությամբ, թող խեղճն ամոթով ետ չդառնա, և աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ։ Ելիր Աստված և կատարիր դատաստանդ, հիշիր անզգամի ամենօրյա նախատինքը, մի մոռացիր պաշտոնյաներիդ ձայնը, քեզ ատողների ամբարտավանությունն անընդհատ պիտի աճի։
Գոհություն մատուցենք քեզ Աստված, գոհություն մատուցենք եւ տանք քո անունը։ Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործությունները, երբ ժամը հասնի, ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ։ Մաշվեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սյուները։ Անօրեններին ասացի, թե անօրենություն մի գործեք, մեղավորներին, թե մի ցցեք ձեր կոտորշները, ձեր կոտորշները վեր մի տնկեք եւ Աստծո մասին անիրավաբար մի խոսեք։ Մեծությունը գալիս է ոչ արևելքից, ոչ արևմուտքից, ոչ էլ լեռների անապատից, այլ Աստված է դատավոր, որ ցածրացնում է մեկին եւ մյուսին բարձրացնում։ Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան, սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։ Ես պիտի ցնծամ Հավիտյան, Սաղմոս պիտի երգեմ Հակոբի Աստծուն, մեղավորների բոլոր եղջյուրները դու պիտի փշրես, եւ արդարի եղջյուրը պիտի բարձրանա։ Սաղմոսներ 75-ից